Բարև սիրելիներս, Արդեն քանի օր է մեր այգում դրված են կանաչիներ եւ ծաղիկներ, որոնք պետք է տնկվեն։ Արդեն պետք է սկսվեն գարնանային աշխատանքները այգում։ Հիմա կհագնվեմ ու դուրս կգանք տնկելու։ Հիմա դուրսն ենք, մեզ մոտ շատ ուժեղ քամի է ու բավականին ցուրտ է, չնայած այս արևը շատ խաբուսիկ արև է։ Եղևնիների վերևի հատվածը սկեսրարս կտրել էր։ Սաղն էլ պետք է հատուկ տանենք ու թափենք։ Այստեղ այս ծաղիկներն ու կանաչիները պետք է տնկեմ, կանաչիները կտնկեմ այստեղ։ Հող են գնել, հողը բիո հող է։ Հիմա այս հողը կտանենք, կդնենք հողպետի մեջ, կսկսեմ տնկելը։ Արդեն հողը տեղավորեցինք, հիմա բացում եմ ու կլցնեմ հողը, զգուշ կլցնեմ, որտեղ մի քանի նանա անցած տարվա ցանածից աճել է։ Եվ ոնց որ մի հատ թարխուն է աճում, սպասենք տեսնենք մեծանա թարխուն է թե ոչ։ Ասեմ ահա որ հոտ ուներ այս հողը, հիմա հասկանում եմ թե ինչի է գրված վրան մեծ տառերով բիո։ Գիտեք նոր նայեցի ինչքանի րոպեում եմ այս ամբողջը տնկել ու ջրել, 40 րոպեում ամբողջը վերջացրել է։ Ես մտածում էի որ բավականին երկար է ինձ մոտ ստացվել։ Երկրորդ հողն էլ բերեցին, բայց փաստորեն երկու հող է, այստեղի համար բավականին քիչ էր, դեռ մեկ հատ է պետք է գնեն ու մյուս կողմի համար էլ էլի երկու հող։ Դա բանջարեղենի համար նախատեսված հող է, ոչ ծաղիկի։ Ես անցած շորցում ասել եմ, որ այստեղ կա ծաղիկի հող ու բանջարեղենի հող։ Մենք էլ այդպես գնում ենք։ 11 եվրո են գնել այս հողը։ Բավականին հարմար էժան գների էլ հող կա, բայց հուսանք սա լավ հող է ու լավ կաճեն։ Անցած տարի սալաթ էի տնկել, սալաթը կտրտում է ու ինքը էլի աճում էր։ Հողը ամբողջությամբ տարածել եմ։ Ճուտս էլ եկա որ դուք տեսնեք իրան։ Հիմա արդեն կսկսեմ տնկման process-ը։ Սա նանա է։ Ու նանայի տակի արմատները այնքան էր խճճված, շատ վախենալով եմ առանձնացրել, որ շատ արմատներ չվնասվեն։ 3 եվրո 99 ցենտ, 4 եվրո է նանան եղել, հիմնականում բոլորը 4 եվրո են, ոնց ես տեսա։ Անցած տարի էլ էինք նանա տնկել, բավականին լավ մեծացրել էր ու մինչև հիմա Սարցախցիկում ունենք մեր տնկած նանան։ Հազիվ առանձնացրեցի։ Այնքան խճճված էին արմատները ներքևի հատվածում։ Հիմա մի քիչ կթուլացնեմ իրան հողը, որ ինքը լավ մյուս հողի օգտակար նյութերը վերցնի իր մեջ։ Արդեն նանան տնկեցի, սա էլ ոնց հասկանում եմ էլի նանա է, սա էլ է վճարվել 4 եվրո։ Չգիտեմ, եթե սխալվում եմ, ինձ ուղեք։ Նույն պրոցեդուրան եմ կատարում, էլի փոսը փորում եմ, թուլացնում եմ իր արմատների հողը ու տեղափոխում եմ։ Գիտեմ շատ հեռու եմ տնկել, թե իրար շատ մոտիկ եմ տնկել, սա էլ կանաչի է, ոնց հասկացա, սամիթ է, բայց մի քիչ հետաքրքիր ձևի, իր հողը ահա որ փխլվեց միանգամից, իրան ավելի հեշտ էր տնկել։ Ռոզմարինն էլ կտնկեմ հիմա։ Ռոզմարինի թուրմը շատ լավ է մազերի համար, մի օր կպատրաստենք հենց այս ռոզմարինից։ Այս մյուսն էլ դաղց է։ Մոտավոր ամեն մեկը 1600 դրամ է կազմում դրամով, իսկ այստեղի գնով 4 եվրո։ Իսկ Հայաստանում ինչ գներ են այսպիսի կանաչիները, որ գնես ու տնկես։ Ովքեր որ ապրում են սեփական տներում արդեն սկսել եք ձեր այգու աշխատանքները։ Տեսեք ինչ փամփլիկն է, լավն է։ Հիմա կտնկեմ ելակները, ես ելակների համար շատ եմ ուրախացել, ես պատկերացնում եմ, որ հիմա ելակները սկսեն աճեն, իմ ջուտի ինչքան ուրախությունով ինքը կսկսի քաղել ու ուտել։ Ելակները բավականին հեռու եմ տնկում մնացած կանաչիներից, որովհետև իրանք շատանալու հատկություն ունեն ու լավ կլինի, որ շատանա։ Հուսանք ոչ մի հատը չի փչանա ու ես ընթաց իրենց ցույց կտամ։ Էլի մի քիչ թուլացնում եմ հողը ու նոր կտնկեմ։ Սա էլ երկրորդ ելակն է, արդեն ծաղիկներ տվել են ելակները։ Ոնց հասկացա ինքը մանր սորտի ելակներ է տալու։ Ելակները գնել են 4 եվրո 50 ցենտ։ Այստեղ տնկել եմ արդեն։ Իսկ ելակը բավականին հեռու եմ դրել, որ ինքը շատանա։ Մնաց այս ծաղիկը սրանք տնկեմ, սրանք տնկեմ, սի երևի փչոցել է այս ծաղիկի արմատը արդեն։
ծաղիկները կտնկեմ այս երկու գարշոկների մեջ։ Այս ծաղիկը մեկ, սա էլ երկու։ Սիրելիներս, այս դրանք տնկեցի, սա խառը եղավ, դեղին, մանուշակագույն ու կապույտ ծաղիկներ։ Կվիքսի չգիտեմ։ Եվ սա այսպես տնկեցի առանձին, ինքը կմեծանա, հուսանք չեն նեղացել ինձանից։ Հուսանք այստեղ հիմա կհավաքեմ սրանք։ Ու մնաց այս ծաղիկը տնկենք, տան հետև արդեն։ Մնաց սա ու ծաղիկները գնամ տան հետևը տնկենք։ Գնացինք։ Բազիլիկում էլ էին գնել, բայց սա չեմ տնկել, որովհետև ինքը ցրտին դիմացկուն չի, իրան տնկում են մայիսին։ Հիմա արդեն տան ետևն եմ, այստեղ կակաճները արդեն մեծացել են։ Հիմա սրանք է կփորձեմ այստեղ ու որ հետո խոտը հնձելուց հանկարծ չկտրեն, հարմար լինի խոտը հնձելու։ Մոտակա օրերն էլ կգանք այս եղինջը կհավաքենք, շատ եմ սիրում եղինջի ապուր կամ տապակած եղինջ, փիփերթ եմ շատ սիրում, բայց կասկածում եմ, այստեղ մի հատ կա փիփերթին նմանա, չգիտեմ փիփերթ թե չէ, տատիկիս հետ գնում էինք, միշտ հավաքում էինք։ Հիմա տնկեմ շուշուտ ու գնա, որտեղ ճուտս շատ քիչ քնեց, այսօր մի քիչ նվնվի կա։ Ես ճնճղով պաշար էի հավաքում, որ գնում էինք, բայց այստեղ չեմ գտնում ճնճղով պաշար։ Ճուտիս տարել էին տուն, որովհետև բավականին ցուրտ էր այստեղ, որ հանկարծ չմրսի, չհիվանդանա։ Եթե ճիշտ հասկացա, այս ծաղիկներն էլ մյուս տարի նորից կաճեն։ Ես ընդհանրապես տեղեկություններ չունեմ բույսերից ու ծաղիկներից։ Դրա համար եթե խնամելու ինչ-որ լավ ձև գիտեք, գրեք մեկնաբանություններում։ Շուտով հեսա պատշգամբն էլ կսկսենք ծաղիկներ տնկել։ Միլան եկավ, ճուտիկս էլ եկավ իր տատիկի հետ, տանը չմնաց, բայց այս բացակայելու ընթացքում ինքը հասցրեց պիլմենի ուտել, կուշտ փորով եկավ ու միացավ ինձ։ Տնկեցի ծաղիկները, չգիտեմ հեռվից ինչքան գեղեցիկ կնայվի, բայց իմ կարծիքով լավ էլ սիրուն ստացվեց մեկու մեջ կակաճների կողքը։ Դուք գրեք մեկնաբանություններում ոնց դուք կտնկեիք, որտեղ կտնկեիք սրանք։ Տան հետևի բակում էլ ենք սեղան դրել։ Ինձ թվում է շատ աչքին հաճելի կլինի, երբ որ սեղանի շուրջ նստած լինենք ու այս ծաղիկներին տեսնենք։ Հիմա կտնկեմ ձնծաղիկը։ Ես գիտեի ձնծաղիկը մեջը սոխուկները կարող եմ հեշտությամբ առանձնացնել, բայց ինքը էլի մեջը սոխուկներով էր, բայց արմատները բավականին կպած էր, դրա համար չկարողացա առանձնացնել, իրեն հենց այդպես էլ կտնկեմ։ Այստեղ իր անունն եմ կարդում գերմաներեն։ Ինքը այստեղ ձնծաղիկ չի կոչվում, ձնծաղիկը զանգակի նման ծաղիկ կա, դա է ձնծաղիկ այստեղ կոչվում։ Այս ծաղիկը հաստատ մյուս տարի կաճի, որովհետև նախանցած տարի տնկել էին ձնծաղիկ ու ինքը աճել էր։ Այդ ձնծաղիկները, որ նկարահանել էին, նախանցած տարվա տնկած ձնծաղիկներն էին։ Ես որոշել եմ իրենց հատիկ առանձին տնկել, բայց քանի որ չկարողացա տնկեմ առանձին, դրա համար լավ երևացող հատվածում կտնկեմ։ Ծաղիկն էլ տնկեցի։ Հիմա կբերեմ կջրեմ իրան ու վերջ։ Սաղ տեղերը պետք է ջրեմ։ Գնացինք ջրենք շուշուտ։
Անուշ վիլա Մեզ մոտ ժամը 5-ն է ու ես վերջացրեցի, հիմա այս սրանք կտանեմ իրանց տեղերը կդնեմ ու կգնամ տուն արդեն շուրթունքներս լրիվ սփռտնել են, չգիտեմ տեսախցիկս լավ նկարում թե չէ, որովհետև անդադ հողերի մեջ, ցեխերի մեջ էի դնում իրան, կարևորը բոլորը ջրեցի, հուսանք կաճեն։ Կարակ ասեք ինձ ժամը քանիսն է։ Հեսա 5 րոպեից ժամը 9 կլինի, գիշերվա ժամը 9-ը, ես ունեինք տանը այսպիսի լայոնի խմոր, օրիզ էր մնացել, դրա համար կպատրաստեմ խաչապուրի եւ գաթա։ Այս խմորները շատ հարմար են, բայց մի օր միասին կպատրաստենք շերտավոր խմոր, ես երբեք չեմ պատրաստել շերտավոր խմոր ու կուզեմ փորձելու համար պատրաստեմ։ Եթե ունեք լավ բաղադրատոմս, գրեք մեկնաբանություններում, ես հենց ձեր բաղադրատոմսով կպատրաստեմ։ Արդեն կտրատեցի խմորը։ 8 հատ փոքրիկ խաչապուրի դուրս կգա այս խմորից։ Այս խմորը մինուս ունի, եթե իրան շատ է սենյակային ջերմաստիճանին թողում, ինքը շատ արագ է թափկում ու չես կարողանում իրանով էլ ոչ մի բան անես։ Սա աղի պանիր է, մի փոքր ամենտեղ կտեղավորեմ այս աղի պանիրից, որ ավելի համով ստացվի, որովհետև քերած պանիրը աղի չէ ընդհանրապես։ Լավն է, որ գաթայի խմորը դեցի հետ սառնանում։ Կօգտագործեմ այսպիսի քերած պանիր, այստեղ ամեն ինչը հեշտացված է։ Կուզեմ մի հատ YouTube-յան ալիք ներկայացնել, Արևիկ Սահակյան 9114, ինքը նոր է ուզում վարել YouTube-յան ալիք, ես ինքս բաժանորդագրվել եմ, եթե դժվար չէ, բաժանորդագրվեք իր YouTube-յան ալիքին, աջակցեք իրեն, եթե ինքը մեկնաբանություն գրի, ես կֆիքսեմ, որպեսզի դուք հեշտ գտնեք իր ալիքը։ Խաչապուրիները արդեն ձևավորեցի, չեբուրեքի էի դրել դուխովկեն, չէի մտածի, որ խաչապուրի կպատրաստեմ, դրա համար ասեցի մի հատ իմ չեբուրեքի համար ձու չկոտրեմ, բայց խաչապուրու համար կոտրեցի, դրա համար վերջում քսեցի վրան։ Սա էլ խաչապուրու տեսքը իմ։ Խաչապուրին թխեցի, վերջացրեցի, հիմա արդեն ջեռոցում գաթան է դրած։ Գաթայի պատրաստման ընթացքը չեմ նկարահանել, սա վերջնական տեսքն է։ Երկուսն էլ շատ համեղ էին ստացվել։ Բարև սիրելիներս, մեզ մոտ նոր օր է։ Ես հիմա արդեն ջեռոցի մեջ դրել եմ սմբուկ, լոլիկ եւ պղպեղ, ուզում եմ բանջարեղեն պատրաստեմ, քանի որ դա սիրում ուտում են ու սմբուկ է կարտանը, կամ պետք է իրան տապակեի ձեթի մեջ, կամ այդպես, որոշեցի այդպես, որովհետեւ այդտենց ավել բոլորն հիմնականում ուտում են, սմբուկը այդպես կպատրաստեմ, հավի միս եմ հանել, որ հետ գա, հավի միսն էլ, չգիտեմ, կտապակեմ, թե կրծքամիսը առանձին ինչ-որ մի բան կանեմ, թե չէ, ժամանակս ոնց կհերի։ Հիմա արդեն բանջարեղենը պատրաստ է, հենց նոր ջեռոցն անջատեցի, մի քիչ իրան կթողեմ հանգստանա, որտեվ շատ տաք է, սոխը կտրատել եմ, կտապակեմ, մի հատ ընդհանուր իրար հետ է կտապակեմ, որ համերը տան, կանանչին կավելացնեմ եւ վերջ։ Հետո դուրս կգանք զբոսանքի, այս վլոգը կլինի հիմնականում տենց աշխատանքային վլոգ, քանի որ երեք արդեն տնկել է ինչիները, ելակը, հուսանք կաճի, ելակը կշատանա, ջուտս ինձ թվում է իրան շատ հետաքրքիր կլինի խաղի ու ուտի, ու ծաղիկներն էլ տան հետևն եմ տնկել, ջուտս ինձ մոտ խաղում է, հիմա ես կգնամ շուշուտ կպատրաստեմ, մի քիչ անպամած է, բայց արևոտ եղանակ կա, չգիտեմ, քամի կա, դուրս կգանք կզբոսնենք թե չէ, հետո կերևա, ոնց կհարմարացնեմ ճուտիկիս քնի ժամին, հետո մեր սենյակը պետք է հավաքեմ, Միլանը ուզում է ներս գա, մի հատ Միլային ներս թողենք, ուզում է ներս գա, դուրս էր գնացել, Միլա, հլարի, Միլա, այստեղ էլ է, արի, կոմ, Ay, արդյուք, լասա հալո, բոլորին հալո, ասա բարև, ասա ես համ հայերեն եմ հասկանում, համ գերմաներեն եմ հասկանում, խախապ։
Ճուտիկիցս միանգամից փախնում է։ Ճուտից միանգամից փախնում է, որ ճուտը իրան չհասնի։ Այ լավ, այստեղ ճուտ։ Մի թող իրան հանգիստ, այստեղ կյանք։ Գնանք հիմա շուշուտ պատրաստենք, տեսնեմ հավի միսը հետեկացած կլինի։ Բայց հետո իմացանք, որ ինքը հիմա իրան մայիսին են տնկում, իրա ժամանակը չի հիմա, իրան որ տնկենք, ինքը միանգամից չի դիմանա ցրտին, դրա համար էդի մնաց հետո։ Մազերը կապում ենք, ամենակարևորը ինձ թվում է, որ իմ մազը հանկարծ ինչ-որ ճաշի մեջ ընկնի, էդի շատ վատ բան կլինի, դրա համար հիմա սոխա շուշոտը կտրատենք, կարակով կտա։ Հիմա վլոգ եմ նորից նկարահանում, բայց այս վլոգը երևի մեկ շաբաթ կնկարահանեմ, նոր դուրս կգա, նորից նիհարում եմ, ոնց որ տեսնում եք մի քիչ բացել եմ, մի քիչ չչաղացել եմ, 52 է անցած վլոգում նիհարել, չեմ հիշում ինչքանից է, 55-ից է նիհարել, հիմա էլի համարյա, հիմա մի քիչ նիհարել եմ, բայց էլի 55 էի հասել, դրա համար կնիհարեմ, որովհետև ես գիտեմ իմ քաշը շատ չի, բայց եթե ես էսենց թողեմ տարին տարվա վրա ես ավելի շատ կավելանամ, էդի օրգանիզմն է տենց, դրա համար պետքա ֆիքսենք մեր մի հատ ֆիքսված քաշ պետքա ունենանք, որտեղ որ դուք ձեզ լավ եք զգում ու այդ քաշից չթողեք բարձրանաք, ես հղիության ընթացքում ես շատ էի քաշ հավաքել, բայց հետո, այսքան այտուցված էի, դուք որ ինձ տենակ, իմ ձեռքերը տենակ այդ հղիության ընթացքում, չէի կարում ծալեի ոտքերս ահա որ ուռնում էին, ես շատ մեծ չափսի կոշիկներ էի հագնում իմ ոտքերից, այսքան կոշիկներ չէ, տնային տապիճկաներ էի հագնում, որովհետև կոշիկ չէր լինի հագս ընդհանրապես, 41 ռազմերի կոշիկներ էի հագնում, որովհետև ուրիշ չէր լինում, ու այդ էլ հազիվ էր մտնում հաթի հատվածը, մի խոսքով շատ էի այտուցվում, բայց ես կանխարգելիչ կալգոտկաները հագնում էի պարտադիր ամեն օր, պարտադիր կապ չունի ուր էի գնում, ինչ էի գնում, պարտադիր ես հագնում էի, լավն էր, որ ես մենակ այտենց այտուցվում էի, ոչ մի խնդիր չունեի, ճնշումս չէր բարձրանում, հա երիկամային ինչ-որ անբավարարություն կամ այտենց ինչ-որ խնդիրներ մոտս չէր առաջացել, իմ ճուտիկը շատ մեծ է ծնվել, նու շատ մեծ, բավականին խոշոր երեխա է եղել, որ ծնվել է, ինքը ծնվել է 3 կիլո 870 գրամ և բոյը 56 սանտիմետր է ինքը բոյով է ծնվել բավականին, ծնվել է 40 շաբաթականում, 42 շաբաթականում, ինքը հենց 39 շաբաթականում է ծնվել, այսինքն ինքը արդեն վերջնական զարգացած պտուղ չի եղել 42 շաբաթականում, արդեն շատ լավ, այդտեղ ծնվում են 4 կիլո բավականին լավ զարգացած խոշոր երեխաներ են ծնվում ու շատ սիրուն այդ շրջանում շատ սիրուն երեխաներ են ծնվում, որտեղ իրանք լրիվ զարգացած են լինում ամեն ձևով 39-ն էլ է լրիվ զարգացած, բայց դե 40-42 շաբաթականը արդեն բավականին մեծ փոփոխություններ է տալի երեխայի մոտ, պտղի մոտ, ինքը ծնվել է հենց 39 շաբաթականը լրացավ ինձ մոտ, մի քանի օր, թե 2 օր հետո ծնվեց ինքը։ Նշանակած օրից մի քանի օր շուտ ինձ նշանակել էին 26-ին հուլիսի, ինքը ծնվեց հուլիսի 26 օր շուտ։ Մի խոսքով, չգիտեմ, կպատմեմ ծննդաբերությունը իմ, թե չպատմեմ ծննդաբերությունը իմ։ Գրեք մեկնաբանություններում հետաքրքիր կլինի, թե չէ, բայց ասեմ, որ ահավոր ցավոտ է։ Սա իմ բանջարեղենն է, արդեն տապակված, հիմա վրայի իրան կկեղևազատեմ։ Սմբուկը ոնց որ լավ չի եփել, բայց ոչինչ, հետո թավը արդեն բանի մեջ նոր կեփեմ։ Կկեղևազատեմ, կկտրտեմ ու կավելացնեմ, կտեսնեմ համով ա եղել, թե չէ, հուսանք համով կլինի, առաջին անգամ եմ այսպես պատրաստում։
Սա արդեն պատրաստ է, իր տեսքը չգիտեմ։ Ուսանք համը տեսքին համապատասխան չի։ Մի քիչ էսակ այս տեսքն ունի։ Հիմա մի հատ փորձենք։ Չգիտեմ, տեսք հետ քոնը սիրուն չի։ Երևի կարմիրը քիչ է։ Բայց անկեղծ համով է։ Համով է։ Լավ է, ես մտածեցի համով չի։ Ուրախ եմ։ Ուրա։ Ուսենք գալիս բոսանքի, ճուտիկս արդեն ոնց որ տեսնում եք ինքը քնում է։ Երևի առանց դուրս գալու էլ ինքը հեսա կքնի։ Ես եմ։ Հիմա դուրս կգանք մի քիչ անպամածա, չգիտեմ վերցնեմ անձրևանոց թե չվերցնեմ, բայց ճուտիկինս իր սայլակի մեջ է։ Հալո։ Հալո։ Ջուտս արդեն քնեց, մենք մոտավոր երևի 10 րոպե է, հա, ինչ դուրսնենք, բայց ես մի քիչ էլ կմանգամ, կզբոսնեմ։ Այստեղ։ Մի քիչ էլ այստեղ կզբոսնեմ, մտքերս կհանգստացնեմ, ես կհանգստանամ, համել քայլեր կհավաքեմ, ընդհանրապես որ տանեմ, իմ քայլերը շատ քիչ են, հա, ակտիվ չեմ, իսկ առողջ համարվելու համար օրական 10,000 քայլ մարդ պետք է կատարի, դրա համար մի քիչ կքայլեմ, կոնե 3,000 քայլ ունենամ, ու նոր կգնամ կտանեմ ճուտիս տուն։ Դե ինչ սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ ալիքին, մի փոքր ակտիվ եղեք, որովհետև իմ տեսանյութը YouTube-ը առաջ չի տանում երկար վլոգները։ Շնորհակալ եմ բոլորիցդ մեկնաբանությունների ու լայքերի համար, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։